չեմ կարող պահել ուրախությունը իմ ներսին Եվ ես ուզում եմ հայտնել գոհությունը իմ սրտին Նա ինձ մաքրեց բոլոր մեղքերից Ես հիմա ազատ եմ ինձ շնչող մեղքերից Ազատ եմ վերջապես Ես չեմ կարող պահել ուրախությունը իմ 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 Նա ինձ մաքրեց Գործած մեղքերից Ես հիմա ազատ եմ ինձ ճնշող մեղքերից Ազատ եմ վերջապես Վերնած և որդիկ Տիրոջը Վերնած և ոչի Վերնած և որդիկ Տիրոջը Պատմում Հիսուսի Նա միակ է Նա արքան է, նա միակն է, նա ամեն է, նա միակն է Եվ ես ուզում եմ եփել հիմա նրան Վերնած և փառքտուն նրան, ամեն, հալելույա Փառք ես Հիսուս, շնորհակալ ենք, որ դու այստեղ ես, մեր հետ ես Մեծարում ենք քեզ, մեր Տեր, մեր Հիսուս, մեր կյանք, մեր շունչ Շնորհակալ ենք ամեն բանի համար Տեր Փառավորում ենք քեզ, մեծարում ենք քեզ Արքաների արքա, սկիզբն ես, վերջն ես Դու ես ամենն Տեր Հալելույա Լսում են ձայներ քո լսող Մենք գիտենք շուտով գալիս է
Քեզ է տալիս ոչ փառքը եւ պատիվը ակարքաների մեծարում եմ եւ մատնում ողերքում եմ Տերես եւ երգում եմ Հիսուս արկա Հիսուս արկա Հիսուս արկա Տալիս են քեզ ողջ փառքը, 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 փառքես, քեզ է տալիս ողջ փառքը, եւ պատիվը ակարքաների մեծարում եմ եւ մատնում ողերքում եմ Տերես եւ երգում եմ Հիսուս արկա Հիսուս արկա Հիսուս արկա մեծ Տեր Ամեն փառքես Հիսուս գովերքում եմ քեզ Հալելույա փառք Տիրոջը ամեն նա արժանի է ողջ փառքերի փառավորում ենք քեզ շնորհակալ ենք քո թանկ արյանդ համարի Տեր որ այսօր բարեխոսում է մեզ համար շնորհակալ ենք մեր Տեր այն բոլոր բարիքների համար Տեր որ լցնում ես մեր կյանքերի մեջ հալելույա շարժվում է այս վայրում պատվում ենք քեզ պատվում ենք քեզ քո հոգին գործում է այս վայրում պատվում ենք քեզ պատվում ենք քեզ քո հոգին Սրտերը բժշտում, պատվում են քեզ, պատվում են քեզ, քո հոգին կյանքերը նորոգում, պատվում են քեզ, պատվում են քեզ Ուղին հարտող հրաշքներ գործող խոսքով մահով Հույսնես դու խավարում իմ Տեր ահա թե ով ես դու Ուղին հարտող հրաշքներ գործող խոսքով մահով Հույսնես դու խավարում
Դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկածեմ ես, բարձրացնում ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ ես, երբ դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկածեմ ես, բարձրացնում ես, դու ամեն ժամ, ինձ ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ ես, երբ դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկածեմ ես, բարձրացնում ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ ես, երբ դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկածեմ ես, բարձրացնում ես, չես դադարում, չես դադարում Տերի, չես դադարում Տերի, երբ դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկածեմ ես, բարձրացնում ես, չես դադարում Տերի, չես դադարում Տերի, երբ դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկածեմ ես, բարձրացնում ես, չես դադարում Տերի, չես դադարում ուղին արդող, ուղին արդող հրաշքներ գործող, ոսնուկ մահով, ուսն ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու, ուղին արդող հրաշքներ գործող, ոսնուկ մահով, ուսն ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու, ուղին արդող Հալելույա Իսուս, դու հրաշքների Աստված ես, դու ես մեր Աստվածը, դու ես մեր Փրկիչը, դու ես մեր կյանքը, Տեր գալիս է,
ողորմած Տեր Ես կանգնած եմ քո առջև Տեսնում եմ քո երեսը Լույսը քո փառքի Քո գահից լսում եմ ձայները երկնային Տեսնում եմ քո երեսը Լույսը քո փառքի Քո գահից լսում եմ ձայները երկնային Քո ներկայության մեջ ողի Խոնարհվել են երեցները սուր Եվ երկրպագում են քեզի հետ Հրեշտակներ անդադար Եվ քո գահի առջև կանգնած Քեզ երգում են Սուրբ Աստված Քո գահի առջև կանգնած Քեզ երգում են Սուրբ Աստված Սուրբ ես, Սուրբ ես, ամենակալ Տեր 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 Դու միակն ես, դու միակ Աստված ես, Դու Եսուս Դու միակ Աստված ես, Դու Եսուս Սուրբ ես, Սուրբ ես, ամենակալ Տեր Սուրբ ես, Սուրբ ես, ամենակալ Տեր Սուրբ ես իմ Աստված Սուրբ ես Տեր ամենակալ Աստվածն ես մեր Սուրբ ես Տեր ամենակալ Տեր Դու միակն ես, դու
Այո, իմ ամենակարող եւ ամենակալ Աստված, դու սուրբ ես։ Ամեն ժամանակ դու սուրբ ես, Տեր։ Մենք չենք հոգնելու կրկնել, Տեր ջան, որ ամեն փառքը քեզ, ամեն գոհությունը քեզ, որովհետև դու սուրբ ես իմ Աստված, որովհետև դու ամենակարող ու գթած Աստվածն ես, Հիսուս։ Շնորհակալ ենք, Հայր, որ դու մեզ գտար խավարից, Տեր ջան, երբ բերեցիր քո լույսի փառահեղ ներկայության մեջ, Հիսուս, եւ այսօր մենք քո որդիները, Տեր, քեզ նորից ասում ենք դու սուրբ ես, Տեր, դու ամենակարող ես, Տեր, դու ամենագետ ու հզոր Աստված ես, Հիսուս, թող փառավորվի քո պատվական ու սուրբ անուն ամեն մեկիս կյանքի մեջ, Տեր ջան, եկեղեցու ամեն ծառայության մեջ իմ արքա, գոհություն քեզ ամեն մեկի համար, Տեր ջան, շնորհակալություն ու գոհություն քեզ, Հայր, այս հրաշալի փառաբանության համար, Տեր, որ բացեց երկինքը, շնորհակալ ենք, Հիսուս, ամեն մեկի համար, որ ծառայում է քեզ իմ արքա, թող ամեն մեկս ճշմարտապես փառավորի քեզ իր ծառայությունների մեջ իմ արքա, որովհետև դու արժան ես, Տեր, որ մենք ասենք փառք քեզ, Հիսուս, հալելույա, ամեն, ամեն, փառք քեզ Տերերի Տեր ու արքաների արքա, սիրելիներս, գոհանանք ամեն ժամանակ Աստծուց, գոհությունով գանք նրա առաջ եւ բերենք այս ամեն հոգսերն ու կարիքները, որ մեր քույրերն ու եղբայրներն այստեղ գրել են, եւ ասենք Տեր, շնորհակալ ենք Հիսուս, որ դու մեզ լսում ես եւ պատասխանում մեր ամեն աղոթքին իմ արքա, մենք քո առաջ ենք բերում այստեղ դրված ամեն մի հոգս ու կարիք, Տեր, եւ հավատում ենք, որովհետև մենք վստահում ենք ամենակարող Աստծուն, որ ամեն հոգս պատասխանված է, քո զորավոր ու փառահեղ ձեռքով իմ արքա, որ ամեն մեկի կարիքը, որ այստեղ դրված է ու նաեւ իր սրտի մեջ կա, Տեր ջան, պատասխանվելու է քո զորավոր ներկայությունով, Տեր ջան, որովհետև դու բժշկող, զորացնող ու ազատագրող Աստված ես, Տեր, եւ քո ժողովրդի աղոթքը միշտ լսող ես, Հիսուս, մենք հավատում եւ հռչակում ենք, որ գալու է մի օր, որ այս ամբողջ կարիքներն ու հոգսերը լինելու են վկայության խոսք էստեղից, Տեր ջան, ամեն մեկը պիտի վկայի, որ դու փոխել ես նրա կյանքը, Տեր, որ դու բժշկել ես նրան իմ արքա, որ նա օրհնված է քո փառքի մեջ, Տեր ջան, եւ նա ազատագրված է ամեն սատանայի կապանքից, Քրիստոս Հիսուսի զորավոր ու սուրբ անունով, ամեն, փառք քեզ, Հայր, կարող է մեր հրաշալի փառաբանությունը նստել մի փոքր, այնքան հզոր Աստծո ներկայություն կա եւ շնորհակալ ենք նորից Աստծուն այս հրաշալի մարդկանց համար։ Ես շնորհակալ եմ Աստծուց ամեն մեկիդ համար, որ իմ կյանքում կաք։ Շնորհակալություն եւ փառք Աստծուն նրա ամեն արածի համար, իմ կյանքում եւ ձեր կյանքերի համար, փառք Հիսուսին։ Այսօրվա ծառայությանը պատրաստվելու ժամանակ մի տեսակ այսպես զգացի, որ երկար ժամանակ է ես իմ բանաստեղծությունների տետրերը չեմ թերթել։ Վերցրեցի այդ տետրերից մեկը ու առաջնորդություն նույնիսկ տեսնում էի, թե որ գույնի տետրը պիտի վերցնեմ, որ խոսքը պիտի թերթեմ եւ այլն։ Եվ այդտեղ մի հրաշալի խոսքի հանդիպեցի, որ երբ որ գրել էի օրհնություն բանաստեղծությունը, դա նախաբաններ այդ բանաստեղծության, ու այդ խոսքը մի անգամից մտավ իմ մեջ ու նենց մի հրաշալի հայտնություն բացվեց այդ խոսքից։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Ովսե 8-րդ գլուխ 7-րդ խոսքներ, ասում է, որովհետև քամի սերմանեցին։ Մրիկ պիտի հնձեն, նա հասկ չունի, այլ ուր չի դառնալու, եթե դառնա էլ օտարներն են ուտելու։ Միտեղ էլ ասում է կուլ տալու։ Այստեղ հետաքրքիրը գիտեք որն էր։ Ասում է, որովհետև քամի սերմանեցին եւ մրիկ պիտի լինի, պիտի հնձեն։ Ու մտածում ես, մրիկը ինչ էր, ու տեղափոխվեցի մանկությունս։ Հիշում եմ, որ երբ որ մենք դաշտում ցորեն էինք ցանում, ու ցորենի հասկը լինում էր շատ սիրուն, մի գիշեր օրինակ ցուրտ էր լինում, ու լսում էինք այսպիսի մի բան. ցուրտը այդ դաշտը վնասել է ու ցորենը մրիկով է վարակվել։ Դա գիտեք ինչ էր։ Դա ցորենը վնասում էր եւ դա ցորենի հատիկը սև փոշիով էր պատվում։ Ու երբ որ այդ սև փոշիով ցորենը դու վերցնում էիր ձեռքիդ մեջ, ինքը արդեն անորակ էր բավականին։ Ու ասեմ, որ մենք այդ ամբողջ տարվա բերքը լվանում էինք, նորից փռում էինք, չորացնում էինք։
Ու հետո գիտեք ինչ, դա երբ որ աղում էին, որ այլուր ստանային, այդ նույն որակը չուներ։ Ինքը արդեն ինչ որ չափով որակազրկված ցորեն էր։ Ու դրա հաց այնքան ոչ համեղ էր, ուղղակի ուտում էին, որպեսզի մարդկանց այդ տարվա բերքը դա էր, դրանից պետք է օգտվեին։ Ու գիտեք հայտնությունս այստեղ որն էր, որ երբ որ մենք Տիրոջ փառքի համար սերմում ենք մեր սերմը, երբեք չպիտի թողնենք, որ արտաքին ազդեցությունները փչացնեն այդ սերմը։ Հա, մենք բերել ենք, տվել ենք Աստծուն, վստահել ենք Տիրոջը։ Չպիտի լսենք այն մարդկանց, ովքեր ասում են, հա այդքան տվել ես, ուր է օրհնությունդ։ Հա, այդքան տալիս ես, ուր է գնում։ Դրանք այդ արտաքին մրիկներն են, որ գալիս են մեր սերմը փչացնելու։ Ուրեմն հաստատական պիտի տանք Տիրոջ տան մեջ, որովհետև Տերն ասում է, կգա, կփչացնի եւ այլուր չի լինի։ Այսինքն, եթե եկավ, տեղի տվեցինք, լսեցինք այդ ազդակները դրսի, մեր սերմը կփչանա եւ չենք օրհնվելու, որովհետեւ ինչ որ կասկածի բան կմտնի մեր մեջ։ Ուրեմն Տիրոջ փառքի համար ցանելուց սիրելիս հավատարմությամբ արա։ Ու երբևիցե չմտածես, որ Աստված այնպիսի մի հայր է, որ քեզ վարձահատույց չի լինելու։ Նա ամեն ժամանակ քո կողքին է։ Այսքան տարիների հոգևոր կյանքի մեջ ես տեսել եմ, թե Աստված ինչ կետից է մեզ հասցրել հիմա որ կետին եւ փառավորում եմ նրան, որովհետեւ A կետից B կետը հասնելու համար Տերը չի վերցնում ու այսպես քեզ բարձրացնում, որ դու ասես, հա, ես եմ որ կամ, ինքը սովորեցնելով է քեզ բերում այդ ամեն ինչին։ Սովորեցնելով քեզ այդ ամեն ինչի մեջից անցկացնելով, որպիսի դու ընտիր գտնվես Տիրոջ առաջ։ Երբ որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին գցում էին կրակի հնոցը, ասում են նրանք դուրս եկան այնտեղից եւ 4-րդը կար նրանց հետ։ Ու այդտեղ էլ միրաշալի հայտնություն բացվեց ինձ։ Ոնց կարար կրակը նրանց վնասեր, եթե կրակը նրանց հետ հնոցն էր մտել։ Սուրբ Հոգու կրակը նրանց հետ հնոցի մեջն էր ու թրձում էր նրանց, որպեսզի նրանք այլ ավելի հավատարիմ մնային Տիրոջ խոսքի մեջ։ Ու երբ որ դուրս եկան, նույնիսկ կրակի ծխի հոտ չէր գալիս նրանցից, որովհետև նրանք այնտեղ մտել էին կրակի հետ ու դուրս եկան սուրբ կրակով։ Փառք Աստծուն ամեն իր հրաշալի խոսքի համար։ Երբեմն կարդում ենք, վերընթերնում ենք, բայց ժամանակ ա լինում, որ խոսքը ինքան սիրուն ա Տերը բացում ես, ու այդ դառնում է մեր կյանքի այսպիսի մի հրաշալի հայտնություն, որով երբ որ դու առաջնորդվում ես, այո, օրհնված ես լինում։ Այո, ես հիմա ասում եմ, ես օրհնված մարդ եմ, որովհետև իմ ամեն զոհը պատասխանվել է, որովհետև երբ որ ես հարազատներից եմ հրաժարվել Աստծո համար, ես այսքան քուրու աղբեր եմ ձեռք բերել։ Երբ որ ես հրաժարվել եմ ինչ-որ մի տեղ գնալուց, ֆինանսներս այնտեղ ծախսելուց ու Տիրոջ փառքի մեջ եմ ցանել, մի քանի օր հետո պտտվել ու հետա եկել։ Փառք Աստծուն, նա հավատարիմ Աստված է։ Իսկ հաջորդ խոսքում առաջի Կորինթացիների մեջ ասում է, որովհետև ով խնայողաբար է սերվում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերվում, առատությամբ կհնձի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա եւ ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Տեսեք, սա այն խոսքին գալիս է հակադրություն։ Երբ որ դու հոժարությամբ ես տալիս, երբ որ հոժարությամբ ես սերմում, Աստված էլ օրհնում է քո սերմը։ Փառք Աստծուն։ Սա Աստծո խոսքից ենք, չէ՞, մենք ասում, ժողովուրդ, սիրելիներս, այնքան սիրուն Աստծո խոսքը ամեն բան մեզ ասում, մինչև հարցնել ընկերոջիցդ, բարեկամիցդ, սա ոնց անեմ, կարդա Աստծո խոսքը, Աստված հաստատ քեզ այնտեղից խոսք է տալու։ Բացելու են ճանապարհները, որով դու պիտի առաջ գնաս։ Ու ամեն ժամանակ պիտի հրճակես, որ ես ծառայում եմ այն Աստծուն, ով ամեն իմ իրավիճակի համար բալանի է տալիսից, որ ես բացեմ այդ դժվարության դռները։ Ամեն ժամանակ պիտի ասես, որ ես ծառայում եմ այն Աստծուն, ով իմ կյանքի խավար ճանապարհները լուսավորում է իր լույսով։ Եվ ես ծառայում եմ այն Աստծուն, ով օրհնում է իմ ֆինանսները, որպեսզի իմ ֆինանսները ծառայեցնեմ Տիրոջը։ Փառք Աստծուն։ Ուզում եմ մի վկայությունով էլ կիսվեմ սիրելիներս ձեր հետ։ Դուք բոլորդ գիտեք, որ մենք հոկտեմբեր ամսին գնացել էինք մարգարեական ծառայության Ծաղկաձորում ու այնտեղ ծառայության ժամանակ, երբ որ հավաքվեցինք ու մարգարեությունը իմ մասին էր, խոսեց մարգարե, այսպես սկսեց խոսքը, ասեց, դու երբեմն մտածում ես, որ Աստված քո զոհը չի տեսնում, բայց Աստված շատ է հավանում քո սիրտը։
Նա վերցրել է քո սիրտը իր ձեռքերի մեջ եւ քո ամեն մի զոհաբերությունը, որ դու արել ես Աստծո համար, ադամանդե քարերի նման շարում է քո սրտի կողերը եւ պատրաստում է քեզ, որպիսի այն ժամանակ, երբ որ պիտի քեզ օրհնի, դու դրան պատրաստ լինես։ Փառք Հիսուսին դրա համար։ Ու դա այնքան հրաշալի խոսք էր իմ համար, այնքան ոգեշնչող ու ոգևորող, որ Աստված այո տեսնում է իմ ու քո զոհը։ Դա միայն ֆինանսական զոհը չի, սիրելիս, մի մտածի, որ միայն դա է, այն որ դու հիմա այս պահին այստեղ նստած ես, դա նույնպես զոհ է Աստծո առաջ։ Որ եկել ես իր խոսքը լսես, փառավորես ամենակարող Աստծուն, դա մեծ ու հզոր զոհաբերություն է Տիրոջ համար։ Թող ամեն մեկի զոհը Աստված օրհնի։ Եվ այդ զոհաբերությունները, որ դու անում ես Աստծո առաջ, այո, նա վարձ կա տալիս քեզ։ Ու երբ որ ես այս մի քանի ամիս առաջ պատրաստվում էի քննության, ես միայն ասում էի՝ Տեր, ես գիտեմ, որ դու իմ հետ ես։ Դու կգաս իմ հետ, դու այնտեղ կլինես, այդ վայրում կլինես։ Ու գիտեք որն էր հետաքրքիր, երբ որ բոլորը մտել էին քննական այդ սենյակը, բազմաթիվ տեսախցիկներ, վերահսկողություն, բոլորի դեմքին նայում էի, այսպես սպրտնած, բոլորը նստած են, թե ինչ է կատարվելու։ Իսկ ես նստած իմ տեղում երգում էի բարձր։ Ու ես մոռացել եմ, որ ինձ լսում են կողից։ Ու ես հասկացա, որ այո, Տերը իմ հետ է։ Եվ ամեն ինչ հաղթահարվեց շատ սիրուն ու շատ գրագետ ձևով եւ փառք բերող Աստծուն։ Ես ամեն բան անցա իմ Տիրոջով։ Սիրելիս, այսօր ուզում եմ, որ դու էլ ամեն քո կյանքի քայլի մեջ Տիրոջը առաջի տեղում դնես եւ գնաս նրա հետևից, որովհետեւ դու չես ծառայում ուղակի ինչ որ Աստծու, դու ծառայում ես հավիտենականության Հորը։ Փառք Աստծուն, թող Աստված օրհնի ամեն մեկից զոհը Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։
Ես ոչում եմ ողջ երկինքը իմ Տերին կյանքին սեր Եվ ողջ երկիրը թող տեսնի քո փառքը Քո առջև Տեր խոնարհվում է սուրբ երկյուղով լցված Ո Հիսուս մեծարում եմ քեզ Երգում են հրեշտակները սուրբ է սուրբ է Ես ոչում եմ ողջ երկինքը իմ Տերին կյանքին սեր Եվ ողջ երկիրը թող տեսնի քո փառքը Քո առջև Տեր խոնարհվում է սուրբ երկյուղով լցված Չի ասկան չի կապվել քո առջև Ներկայությունը քո Երգում եմ Տես և քեզ երկրպագում իմ Տեր Ինչի ասկան չկանգնել քո առջև Ներկայությունը քո վայել է Ալքին գեղեցկությունը լցնում է լիությամբ սիրտը իմ Սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես Դու ճշմարիտ, հավատարիմ Սուրբ ես, սուրբ ես Դու ճշմարիտ, հավատարիմ Սուրբ ես, սուրբ ես Դու ճշմարիտ, հավատարիմ Շնորհակալ ենք քո սրբության համար, Տեր։ Շնորհակալ ենք քո ներկայության համար, Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք քո գեղեցիկ փառքի համար, Տեր, որ պատել է ամեն մեկի սրտերը, Տեր։ Շնորհակալ ենք, խոնարհվում ենք քո առաջ, Տեր ջան։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ տվել ես սիրտ, այսօր գանք, կանգնենք քո առաջ, Տեր։ Այն Աստծո առաջ, որ Մովսեսին ասեց. Ես եմ, որ եմ։ Մենք շնորհակալ ենք, Տեր, որ ես եմ, որեմի դիմաց ենք կանգնած հիմա մենք, Տեր, եւ այդ Աստվածը բնակվում է մեր ներսում։ Շնորհակալ ենք, Տեր, եւ այդ Աստվածը մեզ խոստմունք տվեց։ Տեր, որ ասեցիր, ես ձեզ հետ եմ միջև աշխարհի վերջը։ Տեր, շնորհակալ ենք այդ խոստման համար, Տեր։ Շնորհակալ ենք քո փառքի ու ներկայության համար, Տեր։ Շնորհակալ ենք այստեղ գտնվող ամեն մեկի սրտի համար, Տեր, որ տվել ես սիրտ քեզ երկրպագելու համար, Տեր ջան։ Շնորհակալ ենք Տերի Մարքա, քո փառավոր ներկայության համար, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր։ Փառք ու պատիվ ու մեծարան քեզ, որ դու միշտ եղել ես ու կլինես, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր։ Փառք ու պատիվ, ամեն մեծարանքը քեզ, Տեր։ Ամեն, հալելույա։ Փառք Տիրոջը։ Կարող եք նստել Աստծո քաղցր ներկայության մեջ, շնորհակալ ենք ձեզանից, փառաբանության թիմ ջան։ Ով էր զգում Աստծո քաղցր ներկայությունը, փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք իրականում մեր Տիրոջից, որ տվել է մեզ սիրտ, այս աշխարհի մեջ, որ մենք ունենք այդ սիրտը Տիրոջը երկրպագելու, այս գայթակղությունների մեջ, հրաշքա, չէ՞։ Ամեն մեկը սպասում ենք Տիրոջից հրաշքներ, բայց ամենամեծ հրաշքը այդ է, որ մենք ճանաչում ենք Իրան, ունենք հնարավորություն, ու որ ճանաչում ենք, հենց այնպես չենք ասում, մենք զգում ենք իր քաղցր ներկայությունը, ու
եթե մեկը կասի, որ ես հələ չեմ զգացել Տիրոջ ներկայությունը, ես հավատում եմ, որ այսօրվա այն խոսքը, որ պատրաստել եմ, ես հավատում եմ, որ Տիրոջից է ու հավատում եմ, որ շատերիս կյանքը կփոխի։ Եվ իմ եւ ամեն մեկին, ովքեր որ կուզեն փոխվի իր կյանքը։ Մարդկա ինքը չի ուզում իր կյանքը փոխվի։ Ասում ես, ուզում եմ, բայց ուրիշ բան է անում։ Բայց տեսնենք Աստծո խոսքը ինչ է ասում։ Հենց իր ներկայությանը գալու համար։ Ամեն Փառք Տիրոջը, շնորհակալ եմ նաև հովներիցս այսօրվա հնարավորության համար, որ ունեմ հնարավորություն Տիրոջը ծառայելու, Փառք Տիրոջը։ Ու կխնդրեմ մեր հովին, որ վերջում ինչը որ ես չեմ ասի, խնդրում եմ որ հով ջան լրացնեք, որ ինչը որ Աստված ուզում է իր ժողովրդին ասի, լիարժեք լինի։ Ամեն Փառք Տիրոջը։ Այն խոսքը որ պատրաստել եմ, վերնագրել եմ այսպես Աստծո ներկայության մեջ։ Փառք Տիրոջը։ Իրականում կա խոսքեր, որ շարունակելու կարիք չկա, հենց ամեն ինչ ասում է, ովքեր որ հենց Աստծո ներկայությունը զգացել են։ Ամեն։ Ուզում եմ օրինակներ բերեմ Աստվածաշնչից եւ իմ կյանքից, թե ովքեր են եղել Աստծո ներկայության մեջ, ինչ են շահել, մեր բառերով ասած, եւ ովքեր որ Աստծո ներկայության մեջ են եղել ու հեռացել են, ինչ են ստացել։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ հրյա ժողովրդից առաջի օրինակը բերեմ, որ Մովսեսը հրյա ժողովրդին Իսրայելից հանեց ու գնում էին անապատով ու ինչ արեցին։ Բացենք Ելից 32-ի 1-ը։ Ասում է եւ ժողովուրդը տեսա, որ Մովսեսը ուշացավ, Մովսեսը գնացել էր Սինասար, որ Աստծո հետ հանդիպեր ու օրենքը բերեր, 10 պատվիրանները բերեր։ Ու ինքը 40 օր այնտեղ էր սոված, առանց լվացվել, առանց ջուր խմել։ Ինքը Աստծուն սիրելով, ժողովրդին սիրելով իր ազգակիցներին, ինքը դիմանում էր այդ 40 օրը, բայց իր ժողովուրդը, որ ներքևն էին, չդիմացան։ Ու հենց ես եմ կարդում, որ ասում է եւ ժողովուրդը տեսա, որ Մովսեսը ուշացավ սարից նիշնելու եւ Ահարոնի մոտ ժողովեցավ ժողովուրդը եւ ասեցին նրան. «Վեր կաց մեզ համար աստվածներ շինիր, որ մեզ առաջին գնան, որովհետեւ այդ Մովսես մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրից հանեց, չգիտենք թե ինչ եղավ»։ Ես չեմ մտածում, որ Մովսեսը չէր ասել ուրա գնում, ինչի համար է գնում։ Ամեն։ Բայց անհավատ գտնվեց իր ժողովուրդը, հրյա ժողովուրդը, ու Աստծո ներկայությունը չկար։ Ու ինչ իրենք ժառանգեցին։ Չմտան խոստմունքի երկիր, ինչքան դժվարությունների մեջով անցան անապատի մեջ։ Ամեն։ Ու վերցնենք Մովսեսի օրինակը, որ գրված է Ելից 33 գլխի 15-րդ խոսքից, որ ինքը այս տրտունջից հետո մի անգամ էլ է նորից գնում Աստծո մոտ ու բարեխոսում է իր ժողովրդի համար։ Ու Մովսեսը գաղտնիքը գտել էր, որ եթե գա Աստծո ներկայությունը, այդտեղից ամեն բան կվերանա, ամեն ինչ իր սրտով կլինի։ Ու ինքը փափագում էր, ասում էր. «Տեր, ինչ կլինի երևա ինձ, քո փառքը ցույց տուր ինձ»։ Հիմա այդ տեղն եմ ուզում կարդամ 15-ից։ Ասում է. «Եվ Մովսեսը ասեց նրան. եթե քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի հանիր։ Եվ ինչով պիտի գիտացվի, թե շնորհ գտա քո առաջին, ես եւ քո ժողովուրդը, չէ որ քո մեզ հետ գնալովը եւ այսպես ես եւ քո ժողովուրդը երկրի երեսի վրա եղած բոլոր ժողովուրդներիցը կգերազանցենք»։ Մովսեսը Աստծուն ասում է. մեզ հետ գնա, քո ներկայության մեջ մենք միշտ մնանք։ Եթե մենք քո ներկայության մեջ մնանք, մեր բառերով ասած, ասում է մենք բոլոր երկրի ժողովրդից կգերազանցենք ամեն առումով։ Պատկերացնում եք, եթե Տերը մեզ հետ է, մենք կգերազանցենք բոլորից։ Ամեն։ Մովսեսը այդ գիտեր ու Տիրոջից այդ էր խնդրում։ Ու ասում է. «Եվ Եհովան ասեց Մովսեսին. այս բանն էլ կանեմ, որ ասեցիր, որովհետև իմ առաջին շնորհք գտար»։
Տեր Աստվածը մեզանից յուրաքանչյուրին ինչը որ մենք խնդրում ենք, ինքը կարա ասի, որ շնորհք են գտել իր առաջին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ու ասում է, որ ես քեզ ճանաչում եմ քո անունով։ Մովսեսին իր անունով է ճանաչում։ Մեզ էլ մեր անուններով է ճանաչում։ Ամեն։ Եվ ասում է, եւ նա ասեց. աղաչում եմ, քո փառքը ցույց տուր ինձ։ Մովսեսն Աստծուն ասում. աղաչում եմ, քո փառքը ցույց տուր ինձ։ Ինչ է այս նշանակում, որ լինեմ քո ներկայության մեջ։ Եթե քո ներկայության մեջ լինեմ, եւ դու իմ ժողովրդին կներես, եւ ինձ կներես, եւ նաեւ հենց Աստծո ներկայության մեջ այդ գերբնական զորություն զգալը, հենց այդ էր ինքը ուզում։ Ամեն։ Ու ինչը որ ասում ենք Աստծո ներկայության մեջ ընկնելը, ու այստեղ հետաքրքիր է, Տերը ասում է, ես եթե Երևան ոչ մի մարմին չի կարա դիմանա, կմահանա։ Դրա համար ինքը շարունակությունը որ կարդանք, ասում է, ես այնպես կանցնեմ, որ դու ուղղակի իմ մեջքից տեսնես, որ չմահանաս, իմ փառքը եթե դու տեսնես կմահանաս։ Ուզում եմ օրինակ բերեմ, որ նոր է ապաշխարել, ասում է Տեր, ես ուզում եմ քո փառքը տեսնեմ, ես ուզում եմ քո ներկայությունը զգամ, լսում եմ վկայություններ, Աստծո ներկայության մեջ է, Աստված ինձ հանդիպեց, եւ կարդում եմ ու մի անգամ Տիրոջ փառքը իջավ ինձ վրա։ Այնքան հետաքրքիր էր, որ ես աղոթում եմ այդ փառաբանության ժամանակ ու զգացի Տիրոջ ներկայությունը, ասես մի տեսակ ծանրություն զգացի ու միաժամանակ թեթևություն։ Այդ ծանրությունը անցավ ինձանից ու իմ ոտքերը սկսան թուլանալ, ձեռքերը սկսեցին թուլանալ ու հետաքրքիր մի բան կատարվեց, որ արդեն ես ուզում եմ այդ ներկայությունից ընկնել, չէի կարող դիմանալ։ Ու լսում եմ այդ երաշտության մեջ, լսում եմ Շանդ եղբայրը հետևիցս աղոթում է օտար լեզուներով։ Ու ես զգում եմ հոգով, որ ինքը իմ համար աղոթում, որ ես կանգնած մնամ։ Ու լսում եմ հովի աղոթքը, ինչքան հեռու է հովը կանգնած։ Ոնց որ էսենց լիներ, հովը աղոթում էր Շանթի համար, Շանթը աղոթում էր իմ համար։ Ես այդ զգում եի։ Փառք Տիրոջը, ու ինձ այդ զորություն էր տալի, ուժ էր տալի, որ ես կանգնած մնամ։ Ու երբ որ ավարտվեց, ես ուղակի սենց ընկել եմ իմ աթոռի վրա, ու ոչ մեկ չիմացավ ինչա կատարվում։ Ես ամբողջությամբ քրտինքի մեջ էի, ոնց որ հիմա, ուղակի շոկա։ Փառք Տիրոջը։ Աստծո ներկայությունը, եթե դու զգում ես ուղակի ջանդ փշակահվում է, մենակ այդ չի, որովհետև Աստված որ գալիս է, ինքը ուրիշ ձև է գալի։ Ուղակի պետքա մեր սիրտը մաքրենք, որ ասենք Տեր արի ու ինքը գա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ու Տիրոջ ներկայության մեջ մտնելը շատ դժվար է։ Դուրս գալն է շատ հեշտ։ Տիրոջ ներկայության մեջ չլինելը ես առանձնացրել եմ, լինում է երկու պատճառ։ Առաջինը մեր մեղքերն են, որ Տիրոջ ներկայության մեջ չենք լինի, Տերը կգնա մեզանից իր ներկայությունով։ Եվ երկրորդը, երբ որ անապատ իրավիճակով ենք անցնում։ Թեպետ ինքը չի հեռանում մեզանից, ուղղակի ինքը ցույց է տալիս, որ ես քեզ հետ եմ, բայց ինքը հետևում է։ Ինչի համար, որ այդտեղ մնում ես անապատի մեջ, դու ու քո գիտելիքները Աստվածաշնչի ու հոգու պտուղները, ինչը որ դու ես դիտմամբ զարգացրել, քո հոգու պտուղները, որ Աստծո ուզած ձևով լինեն, ու մնում է քո զարգացածը։ Ինչը որ ցանել ես, այդ ժամանակ էլ հնձելու ես։ Արդյոք դու քեզ ճիշտ կպայես այդ անապատ իրավիճակի մեջ։ Ամեն։ Մենակ այս դեպքում կարա Տիրոջ ներկայությունը գնա։ Մի օրինակ եմ ուզում բերեմ, որ ես լսեցի հոգի շունչ մարմին, այդ հայտնությունը ստացա, որ պիտի կերակրենք հոգին, շունչը ու մարմինը։ Ճիշտ ասած այդ հայտնությունը ստացա, ասենց լավ եմ զգում ինձ, ու մի տեսակ շունչս ավելի շատ, մարմինս ավելի շատ կերակրեցի։ Սկսեցի ֆիլմեր նայել հետաքրքիր, ու ամեն ժամանակ ֆիլմը նայելուց ասում եմ լավ, Աստվածաշունչ կարդամ։ Մեկ էլ ներսիցս ասում է, չէ, քո շունչն էլ զարգացրու մարմինդ, ինչի մենակ հոգեոր, դու գեր հոգևոր չես։ Հակառակ էֆեկտներ։ Ու ես գնալով ընկա մի բանի մեջ, որ փառք Աստծուն նաև դրա համար, ընկա անապատ իրավիճակի մեջ։ Իմ առաջին անապատն էր, որ ես պիտի անցնեի Աստծու մեջ։ Ու այնպես չի, որ այդ անապատը գալիս է,
առավոտ պիտի մենք արթնանանք ու վերջ մենք անապատի մեջ ենք, չէ, իրավիճակներն են բերում այդ անապատի մեջ ու փառք Տիրոջը այդ անապատի համար, որովհետև մենք այդտեղ կոփվում ենք, մենք այդտեղ սովորում ենք, ամեն, ու հետաքրքիր էր, որ ես չէի հասկանում ինչ էր իմ հետ կատարվում ու մեր եղբայրներից մեկը ինձ քարոզ ուղարկեց անապատի վերաբերյալ ու ես գլխի ինկա կարդացի անապատ ու գլխի ինկա որ անապատ գոյություն ունի ես մոռացել եմ որ անապատ գոյություն ունի ես ասում եմ ես ինչ է իմ հետ կատարվում ես չգիտեի որ անապատի մեջ եմ ու հենց այդ ժամանակ հայտնություն ստացա որ կարելի է այդ իրավիճակից դուրս ելնել ասի Տեր ինձ դուր չի գալիս այս վիճակը ուզում եմ ինձ զորացնես որ ես իմ փորձությունները հաղթահարեմ, ճիշտ գտնվեմ ու դուրս գամ այս վիճակից, ես չեմ ուզում այս վիճակի մեջ մնամ։ Հետաքրքիրը գիտեք որն է, ես մի ժամանակ հետո նորից հայտնություն ստացա, որ մենք ու գալիս է մի շրջան, որ մենք անապատի միջով պետք է անցնենք։ Բոլորը պիտի անցնեն, չկա մեկը, որ ասի ես չեմ անցնելու։ Ու հետաքրքիրը գիտեք որն է հայտնությունը, որ մարդ կա ինքը չի զգում, որ ինքը անապատի մեջ է ու գալիս է արդեն սառնություն, գալիս է հակառակություն, ու ինքը չի գիտակցում, որ անապատի մեջ է, մեղքը մեղքի հետևից, մեկ էլ տեսնում ես տվյալ մարդը չկա։ Ինչի համար չկա, որովհետև ինքը չգիտակցեց, որ անապատի մեջով է անցնում։ Ամեն, իր հոգոպտուղները, որ ինքը պիտի ժամանակին զարգացներ, ժամանակին պիտի Աստվածաշունչ կարդար, որ գիտելիք ձեռք բերեր, որ ինքը հասկանար ինչ պիտի անի։ Ու ինքը այդ ամեն ինչից ելնելով ինքը հեռանում է կամ այստեղ է գտնվում, բայց սառը, որ ուղակի ներկա։ Ամեն, փառք Տիրոջը, ես էլ իմ օրինակներով փորձեցի կիսվեմ ու նաև այդ ժամանակներում Աստծո ներկայությունը որ չի լինում, չէ, մարդու մեջ։ Ինքը ասում է, այդ ինչը որ Աստված արել է, այդ մոռանում է ու գալիս է ժամանակը ասում է, ինչ է արել որ Աստված։ Ինչ էր ուզում, որ ինքնաթիռ իջացներ, չգիտեմ, Մասիսարը բերեր Արաքսը այս կողմ, ինչ աներ։ Ամեն, այդ ներկայությունը, որ դու զգացել ես, այդ գերբնականը, որ քո, չգիտեմ, ինչ տարիքի ես, միջև դու չես զգացել, կլինես 20 թե 30, 50, բայց դու զգացել ես գերբնական ինչ-որ բան։ Այդ արդեն հերիք է, այդ արել Տերը։ Տերը տվել է ուղի, որ դու հետևես իրան, որպեսզի փրկվես։ Ինչ անի էլ։ Բժշկություն, հարստություն տա, ասում ես չեմ հարստանում, բայց Տերը բոլորից չի կանչել միլիոնատեր լինելու, բիզնեսմեն լինելու։ Ինքը մեզ ոչ մի բանի կարիք մենք չենք ունենա, փառք Տիրոջը։ Մեր չափով ինքը գիտի մեզ ինչքան տա։ Մենք միևնույնն է աշխարհի գումարները չենք աշխատելու կամ Տերը մեզ դրանց Տերը չի դարձնելու ամեն մեկիս։ Ամեն մեր չափով ինչ ցանենք, էդ էլ կհնձենք։ Ամեն փառք Տիրոջը ու մենք այդ անապատի մեջ մնալով տրտնջալու ենք Աստծուց։ Ինչ է արել որ ամեն բան էլ արել է փառք Տիրոջը։ Ու ուզում եմ մի օրինակ էլ բերեմ, թե ով էր Աստծո ներկայության մեջ, այստեղ մենք տեսանք, չէ, հրաշ ժողովուրդը Աստծո ներկայության մեջ չէր, ինչի հասավ ու Մովսեսը որ փափագում էր ու ինչի հասավ։ Ամեն։ Ու երկրորդ օրինակը, որ ով էր Աստծո ներկայության մեջ, ինչ էր անում ու կորցրեց։ Ու միևնույն ժամանակ մեկ ուրիշ մարդ ինչ էր էլի ուզում Աստծուց։ Շատ հետաքրքիր է։ Երկուսն էլ միևնույն ժամանակ է եղել, թե Մովսեսի օրինակը եւ հրեա ժողովրդի, թե Սավուղ թագավորի մասին եմ ուզում խոսել ու Դավիթ թագավորի, որ այդ ժամանակ թագավոր չէր Դավիթը։ Փառք Տիրոջը, բացենք առաջի թագավորած 15-րդ գլուխը։ Յոթերորդ խոսքից։ Ստեղ բանավոր ասեմ, Աստված ուղարկում է եւ Սավու։ Աստված ուղարկում է պատերազմի Սավու թագավորին ու ասում է ոչ մեկին կենթանի չթողես, բոլորին սպանիր։ Երեխա, մայր, հայր, բոլորին։ Հիմա դու կարող ես ասես Աստվածից դաժանա երեխեքին բան,
Ինքն է ստեղծել, ինչ կուզի կանի, մեր ով ենք, որ Աստծուն քննենք, քննադատենք։ Փառք Տիրոջը, ու ասում եմ ոչ մի բան էլ չվերցնես, քո աչքի տեսածը չվերցնես ու ոչ մեկին կենթանի չթողես, ու Սավուղը գնում է, բոլորին սպանում է, կներեք, գերիա վերցնում թագավորին, ինչի համար, որ բերի ասի, տեսեք, ես ինչ երկրի թագավորին գերի եմ վերցրել, հպարտացավ, ու ինչ բերեց այդ հպարտությունը, հա, նաև հապշտակեց են ամենալավ կենթանիներին առողջ, ոսկիները և այլ, ու չվերցրեց վատը, որը որ տկար էր, արծաթ էր, ինքը մենակ ոսկիներ վերցրել, ու ստեղ ինչ եղավ, որ Սավուղը սկզբից հպարտացավ, որ տանեմ թագավորին կենթանի տեսնեն, այդ հպարտությունը բերեց ագահության, ու այդ ագահությունը բերեց անհնազանդության, որ Աստված ասել էր, որ ես չանես, բայց ինքը արեց, ամեն, ու ինքը կորցրեց Աստծու ներկայությունը, ինքը մարգարեանում էր մարգարեների հետ, ինքը Աստծու ներկայությունն էր զգում, ստեղ միտեղ այս գլխի մեջ գրված է, Սամուել իրան ասում է, դու ոչ մի բան էիր, բայց Աստված քեզ թագավոր դրեց, ես ինչ արեցիր, ամեն, հիմա նաև մենք կարա Աստված մեզ ինչ-որ մի բանի վրա դնի, բայց մենք այս քայլերը անենք, հպարտանանք, ագահ գտնվենք, ամեն, մենք հիվանդանոցում ավետարանում ենք, մի հատ պապիկի աղոթեցինք, ասում եմ, հիմա ես ձեզ ինչ տամ, ասում ենք ոչ մի բան, էլ Աստված ասել է, ձրի տվել եմ, դուք էլ ձրի տվեք, էլ ես ձրի բանա, ուղղակի պետք է Աստծուն հավատալ, ընդունել, հիմա ասենց կանֆետ է տվել, ասում եմ վերցնեմ, ախր ոնց կլնի, հիմա դրել եմ գրպանս, մի օր համար ասած մտածում եմ, Տեր ասեմ, կաղա սխալ եմ արել վերցրել եմ, իրոք հենց այդ Տիրոջ երկյուղն է, որ դու այն ամենափոքրն էլ, ես հիմա չեմ ուզում ինձ գովեմ, ուղղակի այդ օրինակն եմ բերում, այդ Տիրոջ երկյուղը, որ անգամ այդ փոքր բանից դու մտածում ես, այդ Տիրոջ դուրը կգա թե չէ, ամեն, ու ինչը որ, ես մտածում եմ, որ ինչը որ Տերը ինձանով սկսել է, նաև պիտի ավարտին հասցնի, բայց կա իմ բաժինը ստեղ, եթե ես հավատարիմ չլինեմ իմ բաժնի մեջ, ինքը ավարտին չի հասցնի, ամեն, ու Դավիթ թագավորը, միևնույն ժամանակ տեսեք, Սավուղը ինչ արեց, բայց Դավիթ թագավորը ինչ էր ասում, եկեք բացենք Սաղմոս 16:11-ը, շատ հետաքրքիր է, 16:11-ը, ասում է, դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա և քո աջ կողմը քաղցրություններ հավիտյան, Դավիթ թագավորը Տիրոջն ասում է, դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, պատկերացնում եք, ինքը գիտի կյանքի ճանապարհը որտեղ է ու գիտի ով է իրան ճանաչեցնում, որովհետև ինքը ամեն ժամանակ իր սաղմոսների մեջ հիմա մենք միտեղ կկարդանք, ինքը ամեն ժամանակ ասում է Տեր, ես ուզում եմ քո ներկայության մեջ մնամ, ամեն, եթե մենք Տիրոջ ներկայության մեջ չմնանք, մենք չենք ճանաչի կյանքի ճանապարհը ցույց տվողին, մենք նաև չենք իմանա այդ կյանքի ճանապարհը, այդ կյանքը ինչ է, այդ ճանապարհը ինչ է, ամեն, մենք պիտի իմանանք ուր ենք գնում, ստեղ մարդ կա, որ չգիտի, ուր է գնալու այս կյանքից հետո, փառք Տիրոջը, բոլորս գիտենք, փառք Տիրոջը, ու փառք Տիրոջը, ու այս ճանապարհը մենք առաքելություն ունենք, որ պիտի ցույց տանք, ասենք, ովքեր որ չգիտեն, դրսի ժողովրդին, եթե մենք հպարտանանք, որ մենք գիտենք ու ոչ մեկին չպատմենք Տիրոջ մասին, Տիրոջ ճանապարհի մասին, մենք ընկնենք Սավուղի օրը, Սավուղ թագավորի, որ մենք կհպարտանանք և հետո կկորցնենք Տիրոջ ներկայությունը, ամեն, բացենք Սաղմոս 27-ը, ստեղ էլ է շատ հետաքրքիր խոսք, 27:4-ը, Դավիթ թագավոր ասում է, մեկ բան եմ խնդրում Տերիցը և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ և նրա տաճարին
զննելով մտիկ տան։ Տեսեք, ստեղ էլա Դավիթ թագավորը ասում է, ես մի բան եմ խնդրում ու փափագում, որ Տիրոջ ներկայության մեջ մնամ, իր տան մեջ։ Ամեն։ Հիմա այստեղ էլ ամեն մեկս պիտի այդ փափագը ունենանք, որովհետև գաղտնիք կա Տիրոջ ներկայության մեջ գտնվելու, ինչա տալիս մեզ Տիրոջ ներկայությունը։ Ամեն։ Ու Տիրոջ ներկայությունը գալիս է Տիրոջը սիրելուց, փնտրելուց, Տիրոջ վախից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ մի նայր իրավիճակի լինում է իրավիճակներ, որ գալիս է ու մենք մոռանում ենք, որ մենք հավատացյալ ենք, մենք մոռանում ենք, որ կես ժամ առաջ Տիրոջ փառքի մեջ, ներկայության մեջ ճոճվում ենք, սենց մեզ գալիս են, բռնում են, մենք տրվում ենք այդ տվյալ իրավիճակին, բայց մոռանում ենք, թե Տիրոջ ներկայությունը, որ եկել էր, ինչ էր ասել մեզ բերել էր խաղաղություն, ամեն, մեզ բերել էր այնպիսի իրավիճակ, որ ասում է ծովը մեր ծնկներից էր, Տիրոջ ներկայությունը, որ գալիս է, հենց այդ իրավիճակի մեջ ենք մենք հայտնվում, ու կես ժամ հետո գալիս է աշխարհի բերած իրավիճակ, սատանայի բերած, մենք մոռանում ենք, որ կարելի է նույնպես մտնել Տիրոջ ներկայության մեջ, երգ ունենք, չէ, ասում է քո ներկայության մեջ են սարերը հալվում, չէ, հիվանդությունները, փառք Տիրոջը։ Բերենք Տիրոջ ներկայության մեջ եւ մեզ եւ այդ տվյալ իրավիճակը ու կտեսնեք ոնց է գերբնական ձևով այդ սարը հալվելու։ Ամեն։ Մենք ուղղակի տգետ կլինենք, որ հելնենք դուրս մի սարի, ասենք Տիրոջ ներկայից թող այդ սարը հալվի։ Չէ, մեր ներսի սարը պիտի հալվի։ Այն սարը, որ խոչընդոտ է Տիրոջը լիովին ճանաչելու, խոչընդոտ է հարաբերությունների մեջ, ֆինանսների մեջ, ամեն բնագավառի մեջ, որը որ բարին հաճելին կատարյալն է։ Ամեն, փառք Տիրոջը։ Ու Տիրոջ ներկայության մեջ Տերը, որ գալիս է, իրականում առատության է գալի, առատությունով։ Իր որդիներին ինքը ոնց որ մեկը իր երեխային ամուսնացնի ու գնա տեսնելու։ Ասենք առատությունով չէ պիտի գնա, առավել Տերը պիտի գա ստեղ մեզ տեսնելու, ինչի համար, որովհետև ինքը մեզանից լավ գիտես աշխարհը ինչ պղծության մեջ է։ Ու մենք բնակվում ենք այս աշխարհի մեջ ու փառավորում ենք Իրան։ Այս շատ լուրջ հայտնություն է, որ այս իրավիճակի մեջ ենք մենք փառավորում, ու ինքը լավ է տեսնում, ու ինքը մեզ տալիս է ուժ, տալիս է զորություն Իրան ներկայության մեջ մտնելու համար, բայց մենք մեր բաժինը պիտի անենք։ Ամեն։ Եթե իր ներկայության մեջ մնանք, կկատարվի այն խոստմունքները, ինչը որ ինքը այս գրքի միջոցով մեզ տվել Աստվածաշնչի միջոցով եւ մարգարեությունների միջոցով։ Ամեն, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Այսքան ով ջան։ Երբ որ խոսք ես լսում, մարդու հոգին պետք է ինչ-որ բան շարժվի, ինչ-որ բան ծնվի մարդի սրտի մեջ, ամեն։ Կենթանի խոսքը դա է, ոչ թե հարգելով նստենք լսենք, այլ ուղղակի լսենք ու մի բան ստանանք մեզ համար, էլի։ Եվ դա կոչվում է հավատք, դա կոչվում է ուսուցություն։ Փառք Աստծո, Տիրոջ ներկայությունը թեման ընտրել էր Սիմոնը եւ շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմա է, որովհետեւ զգում եմ, որ այս վերջի օրերում շատերը գալիս են եկեղեցի, ոչ մի ներկայությունը չեն զգում։ Եվ դա շատ աննորմալ է, երբ որ մարդ գալիս է Աստծո ներկայության մեջ Տիրոջը պաշտելու եւ չի զգում Տիրոջ ներկայությունը։ Համաձայն ես թե չէ։ Մենք պաշտում ենք կենթանի Աստծո, ոչ թե մեռած Աստծո, ոչ թե քարի, փեդի կամ ոսկի կամ այլ կենթանի Աստծո, որը խոսում է։ Եվ Սիմոնը որ պատմեց, խոսում էր Աստծո խոսքը, հիշեցի մի տեղ, որ շատ ժամանակներ մեզ գալիս ու ոնց էր գալիս տեսիլքներով, հայտնությամբ, մարգարեությամբ, ինձ բաներ էր ցույց տալի Կարինեին, ցույց էր տալի մեր հակառակորդներին։ Մարդկա ասում է, չէ, Աստված հակառակորդներին ցույց չի տա։ Ասում է, ցույց չի տա, որ չկռվես հետները։
Ես գիտեմ, որ ցույց չի տա, որ կռվենք։ Ցույց է տալի, որ իրանց աղոթքները եւ իրանց ծառայությունները, ինչ որ դիվային հակառակության աղոթքներ, ծառայություններ կա, որ քանդենք։ Եվ դա հենց Տիրոջ ներկայության հետ է կապված։ Կասես իսկ որտեղ կա, ոնց կհաստատես Հովիվ ջան այդ մասին, հիշում եք Եղիսեի մարգարեին։ Երբ որ թշնամին Իսրայելի դեմ ինչ որ բան էր ծրագրավորում, Եղիսեին Աստված հայտնում էր։ Եղիսեն թագավորին ասում էր, «Էս ձևով արեք, այն ձևով արեք»։ Եվ թշնամիների թագավորը ասում էր, «Մեր մեջ լրտես կա, մատնիչ կա», մեր բառերով ասած։ Մենք հələ ասում ենք մի բան որոշում ենք, արդեն իսրայելացիները գիտեն ու մեր դեմը առնում են։ Հետո մի մարդ կար այդ երկրում ասորիների, որ ասեց Իսրայելում մի մարգարե կա, որ մենք այստեղ ինչ խոսում ենք, որ ծրագրավորենք Իսրայելի համար, այդ մարգարեին Աստված հայտնում է։ Եվ նրանք մեզ դեմ են դնում ու մեզ հաղթում են։ Հիշում եք այդ տեղերը։ Ուրեմն մեր Աստված խոսող Աստված է։ Իսկ ինչի չի խոսում քո կյանքում։ Կասես իմ կյանքում խոսում է Հովիվ ջան։ Կարող է կողքինիդ կյանքում չի խոսում։ Ուրեմն մի բան այն չի, ուրեմն մի բան ասուն հաճելի չի քո կյանքից։ Գիտես, իմ կյանքում էլ sense դեպքեր էր լինում, օրինակ մեքենայիս հետ կապված ու մի անգամ ինձ Աստված ասեց արթնացրեց գիշերը, ժամը 3-ն էր երևի, տենց 3-ը 4-ը։ Ասեց մեքենատ գալիս են, մեքենայիցդ գողություն անեն։ Ինչ որ ասում եմ 2003-4 թվերն է։ Այդ թվերին։ Արթնացա, աս երևի ինձ է թվում։ Առաջի անգամ էր այդ փորձառությունը։ Աս երևի ինձ է թվում, քնեցի։ Մի կես ժամ հետո արթնացա, տեսա, որ մեքենայից դուռը լոմիկով ծռե բացել են, ինչ որ բան են գողացել։ Հետո անցավ մի 3 ամիս, նորից Աստված ասեց, հիմա գալիս են մեքենայիցդ գողություն անեն։ Ես արթնացա, արդեն փորձ ունեմ։ Փորձ ունեմ ու կանգնեցի պատուհանի առաջ, առաջի հարկ ենք ապրում, 5 արկանի շենքի առաջի հարկում։ Ու նայում եմ մեքենայից դեռ ոչ մեկ չկա։ Ու նայում եմ լույսերը վառվում է, շատ մեքենաներ կան, հետո մի 5 րոպե կանգնել եմ ու Տեր ասում օտար լեզներով աղոթք արա։ Աղոթում եմ ու հետո տեսնում եմ մի 5 րոպե, 6-7 րոպե մոտավորապես։ Նայում եմ աջ կողմից 2 հոգի գալիս են։ Հետո եկան մոտեցան հենց իմ մեքենային, այդքան մեքենաների մեջ։ Սկսեցին պատուհաններից նայել, հայլիներին կպնել։ Ասում եմ Տեր ջան, ես հիմա ինչ պետք է անեմ։ Դուռը բացեմ, վազեմ, բռնեմ, 2 հոգով զենքով հոյես, չգիտեմ, հասկանում եք։ Մարկա զենքը ձեռը գող է եկել է։ Ես զենք չունեմ։ Ու Աստված ասեց հիմա ձեռքդ պարզի իրանց վրա, ասա որ կապում եմ գողության ոգին ու վռնդում եմ այս վայրից։ Ես տենց է պատուհանի հետևից կանգնած նայում եմ ու ասում եմ Հիսուսի անով կապում եմ քեզ գողության ոգի ու վռնդում եմ այս վայրից։ Մեկ էլ էս 2 տղան իրար նայեցին, սև գլխարկներով, սև շորերով ու չգիտեմ ինչ խոսեցին ու ճանապարհը բռնեցին, հո չեն փախնում։ Վազելով փախնում են։ Այլևս չմոտեցան մեքենայից։ Այսինքն դա մեքենայի հետ կապված, տան հետ կապված էլ ա եղել։ Տերը ցույց տվեց, որ տան հետ կապված մարդ կա, որ ուզում է գողություն անի։ Անցավ մի շաբաթ, այդ մարդը ստեղ չէր, Ռուսաստանում էր։ Հետ տեսանք հայտնվավ այստեղ։ Երկար տարիներ Ռուսաստանում էր։ Հետո տեսնում եմ հայտնվում այստեղ ու մեր տան կողքերը պտտվում է։ Մաքուր օդի է դուրս եկել։ Էլ ինքը տեղյակ չի, որ Տերը ինձ ասել է իր նպատակը։ Ու ինքը իրականում այդ մարդն է։ Եվ ինչ անենք, աղոթենք, քանդենք, ջախջախենք, որպեսզի քանդվի հեռանա այդ ոգին։ Դա ոգի է։ Աղոթեցինք եւ ոչ մի բան չհաջողվեց, ոչ մի բան չարեց։ Այսինքն Տիրոջ ներկայությունը շատ կարևոր է, որ մեր կյանքերում լինի։ Ոնց Եղիսեին էր հայտնում, Տերը նույն ձևով կարա քեզ հայտնի։ Եվ քո թշնամիների արածները, եւ քո թշնամիները ովքեր են, եւ քեզ նախանձողները ովքեր են, օրինակ նախանձի հարցերով էլ ինձ Տերը բաներ ա ցույց տվել, ասեք զարմանալի է Հովիվ ջան։
իրոք զարմանալի է, որ մտածում եմ շատ զարմանալի է։ Ու դա ես ինչ որ պատմում եմ, դա տարիների մեջ ա եղել, մի օրվա մեջ չի կամ երկու օրվա։ Տարիների ընթացքում ես չգիտեմ, երբ ինչ որ չարիք կամ ինչ որ բան սատանան կծրագրավորի մեր կյանքում, բայց Աստված ինքը հայտնում է նախորոք, թե ինչ է ուզում սատանան անի։ Ու մենք աղոթում, քանդում ենք ու դա խափանվում է սատանայի ծրագրերը։ Այսքան բան եմ պատմում, որ հասկանաս Տիրոջ ներկայությունը քո կյանքի մեջ շատ կարևոր է։ Միգուցե դու չես զգում ներկայությունը, չես զգում, ես չէի զգում։ Ես գնում էի ամեն կիրակի հավաքույթ, փառավորում էի, գալիս էի տուն։ Չէի զգում, ժամանակար զգում էի, ժամանակար չէի զգում։ Գիտես, աստվածապաշտությունը զգացմունքների վրա չի։ Թեև կարող է զգաս։ Կարող է եւ չզգաս, բայց միևնույնն է Տերը քեզ հետ է։ Ամեն, զգացմունքներով չպետք է հավատանք։ Թեև հաճելի է զգալը, բայց հավատքը զգացմունքների հետ կապ չունի։ Թեև հնարավոր է եւ զգաս։ Ուրեմն ինչ անենք, որ Տերը մեզ հետ լինի։ Տիրոջ ներկայությունը միշտ մեզ հետ լինի։ Ես այն օրը մտածել եմ Հակոբի հեռանալը հոր Իսահակի մոտից։ Գնում էր Լաբանի երկիրը, քեռու մոտ։ Ճանապարհին քարը դրեց Բեթելում, անապատ վիճակ ու քարի վրա գիշերը քնեց։ Մի ընկեր էլ չկա էլի, որ ասի արթուն մնա, ես քնեմ մի քանի ժամ, հետո արտանամ դու կքնես։ Պատկերացնում ես անապատի մեջ մարդը քնում է։ Օձեր կան, գարիշներ կան, գայլեր կան, չգիտեմ, տարբեր կենդանիներ, գիշատիչներ կան։ Դու պատկերացնում եք այդ վիճակը։ Մարդը քնեց, հետո տեսավ Տիրոջ հրեշտակներին։ Դու քներ կարող եք գայլերի տեսնել կամ չգիտեմ օձերու։ Տիրոջ հրեշտակներին հանդիպեց Աստծո հետ։ Մինչև տենց քայլելով հասավ Լաբանի երկիրը։ Տիրոջ ներկայությունն է, չէ՞ իր հետ։ Մարդկա մի մութ սենյակում չի կարողանում քնել իր տան մեջ։ Դա դիվային ներկայությունն է, դա սատանայի ներկայությունն է։ Շատ տեսակի ֆոբիաներ կան։ Նայած ով ինչից է վախենում։ Բոլոր ֆոբիաները դրանք սատանայից են։ Մթության վախը, մենակության վախը, հիվանդության վախը, մեռնելու վախը, մենակ մնալու վախը, հազար ու մի վախեր կան։ Բայց Հակոբը եւ մենակ էր, եւ մութ տեղ էր, եւ առանձին էր, եւ բաց անապատի մեջ էր։ Չէր վախենում։ Հետաքրքիր չի։ Տերը իր հետ էր։ Տիրոջ հրեշտակները։ Դրա համար ոչ օձերն էին մոտիկ անում, ոչ կարիճները, ոչ վագրերը, ոչ առյուծները, ոչ արջերը, ոչ մի գազան։ Ինչ-որ բան ստանում ես, եթե Տիրոջ ներկայությունը քեզ հետ լինի, դևերը քեզ չեն մոտենա։ Ամեն, դևերը կփախնեն, որովհետև տեսնում են, որ Տերը քո հետ է։ Հիշում եք միտեղ, որ գրված է, ասում է, երբ որ դևը մարդու միջից դուրս է գալի, գնում է անջուր տեղերը, հանգիստ չի գտնում, պտտվում հետ է գալի այդ մարդու մոտ։ Հենց տեսնում է մաքրված, մաքուր ազատ է, ունդեղ Տերը չկա, գնում ասում է տղեկ արեք լավ տուն եմ գթե, 7 դև հավաքում գալիս են այդ մարդու մեջ, մտնում ու քեֆ են անում։ Բայց այդ մարդը գժվում է, հոգեկան հիվանդ է դառնում։ 7 դև ավելի չար։ Ասում է լավ տուն եմ գթե։ Դրա համար Տերը պիտի լինի քո կյանքում, քո ներսում, բնակվի, որ Տիրոջ ներկայությունը քեզ հետ լինի, որ դևերը փախնեն, որ հաջողությունը գտնես։ Ամեն։ Մի տեղ եմ բացել Երեմիա 29 գլուխ 11 խոսքից։ Ասում է, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը։ Խաղության խորհուրդներ եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Սիրելիներս, ուրեմն տեսեք, Աստծո խոսքը ասում է, որ ձեզ տամ ապագան եւ հույսը, դուք որ հավատացել եք Հիսուս Քրիստոսի անունին, ձեր համար ամեն բան արդեն գնում է օրհնության։ Հավատալ Քրիստոսին եւ ապրել հավատքով, ճշմարիտ, արդար ձևով։
Վերջ քոնն է ամեն օրհնությունները։ Եթե անգամ հիմա քո կյանքում ինչ-որ բան այն չի փոխվում, ֆինանսական խնդիր կա, ինչ-որ շատ խնդիրներ կան, մի նեղվի, հիվանդություն կա, ինչ-որ վախեր կան, ուղղակի շարունակի Աստծուն վստահել, Աստծու հետ խոսել, Աստծու հետ փոխհարաբերությունը կառուցել, ու դու կտեսնես, կգա ինչ-որ ժամանակ, այս խնդիրները կվերանան քո կյանքից։ Տերը ասում է, ես մտածում եմ քո մասին խաղաղությամբ, որ քեզ տամ ապագան, հույսը, կապ չունի, որ հիմա լավ չի։ Հակոբի վիճակն էլ լավ չէր։ Անապատ էր, ընկե գնում էր, աղբոր երեսից փախնում էր։ Աբրահամի վիճակն էլ լավ չէր սկզբից։ Իսահակն էր սովերի մեջ էր ընկել։ Հավատքը հենց այդ է, որ դու այդ վիճակներից ասով դուրս գաս։ Ամեն։ Ու մենք տեսնում ենք այնեն չի, որ այդ մարդիկ ասես պարկած քնում են թախտին ու ամեն ինչը գալի ավելանում էր։ Ինչ-որ բան անում են հավատքի քայլեր, Աբրահամը հավատքի քայլ արեց, Աստված ասեց, այ հիմա ես հասկացա, որ դու ինձանից վախենում ես, ես քեզ օրհնելու եմ։ Բաներ կա քո կյանքում, որ Տերը ուզում է որ անես, հենց անում ես, Տերը հասկանում է, որ դու Աստծո վախ ունես, որ դու օրհնվելու ես։ Ամեն։ Դրա համար մի վախեցեք, որոշեք ուրախ լինեք։ Մխիթարվեք, փառք տվեք Աստծուն, ապրեք, վայելեք Տիրոջը, ձեր օրով։ Միևնույնն է, սա ամբողջ օրը եթե խորոված ու չգիտեմ լավ կերակուրներ ուտես, դրանից էլ ես զզվելու։ Դա էլ է տհաճ ելնելու։ Հետո ուզում ես բանջարեղեն ուտես, որովհետև մարդ չի ուզում ամեն օր նույն բաները ուտի։ Հասկանում ես, Տերը օրհնի բոլորից, սկսեք խաղաղվել, ուրախանալ, սպասել, ձեր դեմքին նայողը պետքա կյանք տեսնի։ Բայց որ տեսնում է հավատացյալ ես ու սենց կոտրված սրտով, լրիվ խոսքա, չէ, ընկճված արդար, ընկճված հավատացյալ։ Դրա համար Աստծո խոսքն էլ ասում է, ընկճված արդարը պղտոր ջրերի պես է ամբարիշների առաջ։ Նայում են դրան, ասում են, ախպեր, սրանց նայեք, սրանք հավատացյալ են, մեռած հավատացյալ, դու գիտեք անհավատները չեն հասկանում, եթե պիտի դառնամ հավատացյալ, սենց մեռած ելնեմ, ինձ հենա կենթանի իմ համար ապրում եմ աշխարհում։ Ասում է կենթանի շունը մեռած առյուծից լավ է։ Իսկ Աստծո խոսքը ասում է ավելի լավ է կենթանի շուն, քան թե մեռած առյուծ։ Որտեվ կենթանի շնից հույս կա, բայց մեռած առյուծից հույս էլ չկա, ոչ մի բանի։ Շարունակեմ այս խոսքը, ու հեսա վերջացնում եմ։ Եվ դուք կկանչեք ինձ, եւ կգնաք եւ աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ Ինչի համար։ Բացելա։ Նորից կարդամ։ Եվ դուք կկանչեք ինձ, եւ կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ Եվ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որպեսզի Տիրոջ ներկայությունը քո կյանքում լինի։ Ոնց, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով։ Ոչ թե ձեռի հետ։ Այս պարապենք էլի, ելնենք գնանք լեկեեցի, տեսնենք ինչ է, ով է ինչ ասում։ Մենք մեր սերիալներով, մեր կյանքով, մեր տուն, տեղ սառնարան, հաց ու ջուր, վայելի, եղունգ ունես գլուխդ քորի։ Տերն էլ նայում է քեզ, ասում է, միամիտ խելացի։ Դու էլ գիտես ամենախելացին ես, դու քո ճանապարհները գծե դասավորել ես։ Հետևի Աստծո խոսքին, ասում է, եւ դուք ինձ կգտնեք, եթե ձեր ամբողջ սրտով ինձ փնտրեք։ Ոչ թե ձեռի հետ, ստից, մտից, պարապ ժամանակները։ Տերը նայում է, որտեղ որ քո ուշադրությունն է, գիտի այնտեղ էլ քո սիրտն է, այնտեղ էլ քո հավատքն է։ Ամեն։ Տերը լավ նայում է բոլորի սրտերին։ Դրա համար ես երբեմն քննում եմ իմ սիրտը, եթե տեսնում եմ իմ ուշադրությունը ինչ որ ուրիշ կողմը արդեն բևեռվե, շուտ զգուշանում եմ, հետ եմ դառնում Աստծո առաջ, աղոթում եմ, ողորմություն ներողություն եմ խնդրում եւ նորից շարունակում եմ ապրել։ Որտեղ մարդ ես, հնարավոր է, ասենք մի հատ լավ մեքենա ես գնե,
ուշադրություն լրիվ այդ մեքենայի վրա է։ Նստած ես հավաքույթին, մտածում ես, երբ պետք է պրսնես, որ ելնես այդ մեքենան վայելես։ Մարդկա մի հատ լավ բազմոց է գնել, ասում լավ ես, երբ պրծնի մենք մեր բազմոցը վայելենք, գնանք։ Մարդկա տուն է գնել, հազար ու մի հարցեր կար։ Ու սիրտը ինչ-որ բանի մեջ տրը, մարդկա բիզնես է առել, ինչ-որ բիզնես է անում, ուշկու միտքը ընդեղ է։ Բայց Աստված ուզում է, որ քո սիրտը դնես իր խոսքի մեջ։ Ասում է դուք ինձ կգտնեք, եթե ամբողջ սրտով ինձ փնտրեք։ Ամբողջ սրտով։ Այդ ժամանակ ինձ կգտնեք։ Եվ ես կգամ ձեր կյանքի մեջ եւ ձեզ կազատեմ գերություններից, հիվանդություններից, աղքատություններից եւ ձեզ կորտնեմ ու կբարձրացնեմ։ Արժի Տիրոջ ներկայության մեջ լինել։ Դեկեք ոտքի կանգնենք, Տերը օրհնի բոլորիդ։ Փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Մի երգ վերցնենք, Տիրոջը փառավորենք։ Օրհնյալ լինի Տերը, հիշի, որ մեր Աստվածը կենդանի է։ Նա հենց այնպես Աստված չի, որ չի խոսում, բայց ովքեր որ հավատում են, ամբողջ սրտով փնտրում են, Աստված նրանց կյանքում կա, խոսում է, զգուշացնում է, այն որ երազներ եք տեսնում մեկ-մեկ։ Գիտես, մարդկա երազներ է տեսնում ու Տերը երազների միջոցով զգուշացնում է։ Ու դու ոչ թե այդ մարդու հետ պետք է գնաս կռվես, ու դու պետք է այդ երազները քո աղոթքներով խափանես, որ դա չկատարվի։ Ինչքան սարսափ երազներ ենք տեսել։ Մենք ոչ թե արթնանում ենք ու սպասում ենք, մենք արթնանում ու խափանում ենք։ Իսկ ո՞նց եք մտածում, այդ երազները ով է ցույց տալի։ Տերն է ցույց տալի, ասենք ճիշտ է, սատանան էլ կարող է ցույց տա, բայց սատանայի ցույց տվածը դա սարսափ է քեզ խափանելու համար։ Բայց մենք դրան էլ չենք ընդունում, խափանում ենք այդ երազները։ Բաներ կա Աստված է ցույց տալի, որ քեզ զգուշացնի Եղիսեի օրինակով։ Ամեն։ Հենց դա է Տիրոջ ներկայությունը քո կյանքի մեջ։ Անկամ եթե չես զգում, Տիրոջ ներկայությունը չես զգում, բայց կյանքը եթե մտածում ես, ապրում ես, տեսնում ես, որ Աստված միշտ քո կողքն է, միշտ քեզ զգուշացնում է, միշտ քեզ զորացնում է։ Ու մենք հետ ենք նայում տարիներ, հետ տեսնում ենք փառք ես Տեր։ Դու Տեր ասում ես, եթե դու ինձ հետ լինես, ինձ սիրես եւ պաշտես, ու իմ առաջին գնաս, Աբրահամին ոնց ասեց։ Աբրահամ ինձ պաշտի, իմ առաջին վարվի, նշանակում է ինձ պաշտի եւ կատարյալ եղի, որ ես իմ ու քո մեջ ուխտը կնքեմ ու կատարեմ։ Նույնը մեզ է վերաբերվում։ Մենք Աբրահամի որդիներն ենք հավատքով։ Ասում է որդի Սիմոն ջան, Հովանես ջան, Անա ջան, ինձ պաշտի, այդ լավ է որ գալիս եք հավաքույթ։ Շատ լավ է, բայց կատարյալ եղի։ Մենք գիտենք, որ կատարյալ մարդ չկա, բայց Տիրոջ արյունը մեզ տանում է կատարելության, սրբում է։ Տիրոջ խոսքը մեզ սրբում է ներսից, նորոգում է մեր միտքը, որ մենք հասկանանք, որն է ճիշտը, տենց ապրենք։ Արյունն էլ սրբում է մեզ։ Դա նշանակում է լինել կատարյալ։ Ինձ պաշտի եւ կատարյալ եղի, որ ես իմ ուխտը հաստատեմ քո կյանքում եւ քեզ տամ այն ամեն ինչը, ինչ որ խոստացել եմ։ Խոստմունքների մեջ ինչ եմ քեզ խոստանում, Աստվածաշնչում, որ դա կատարվի քո կյանքում։ Ամեն, փառք Հիսուսին։ Իրականում շատ կարիք ունենք, որ դու մեր կյանքում ամեն ժամանակ լինես, որ մենք քո ներկայության մեջ լինենք։ Փառավոր Տեր, խնդրում եմ օծի ամեն մեկիս, ողորմություն արա ամեն մեկին, ամեն երկմտություն, անհավատություն, ամեն մեղքերը Տեր, ողորմություն արա, եւ ես խնդրում եմ հայտնիր քեզ Տեր, քո ժողովրդին, ով որ չի վայելել քեզ քո ներկայությունը, ես աղոթում եմ, որ օծես եւ Տեր ջան, ամեն մեկին հնարավորություն տաս մտնելու եւ վայելելու քո ներկայությունը։ Եթե նրանք կմերժեն, դա արդեն ուրիշ հարց, բայց մենք չենք մերժում, մենք ուզում ենք ամեն ժամանակ Տեր քո ներկայության մեջ լինենք, երբ որ մենք երկրպագում ենք, փառաբանում ենք, աղոթում ենք, հավաքույթի մեջ ենք, մենք ուզում ենք քեզ ճանաչել եւ լինել քո ներկայության մեջ։ Եվ մենք խնդրում ենք նաեւ, որպեսզի դու էլ մեզ հետ խոսես եւ նաեւ մեզ
օրհնես, առաջ տանես, իսկ վտանգավոր օրերին մեզ զգուշացնես եւ պահես ու պաշտպանես։ Փառավոր Աստված, սովորեցրու քո ժողովուրդը սիրել քեզ եւ ամբողջ սրտով ու հոգով փնտրել քեզ, Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա, Տեր, հալելույա։